Իհատ ներկայացեք։ Ջան, խնդրում եմ։ Իհատ ներկայացեք, տեսնենք ով է։ Ես եկել եմ, լսեմ, տեսնեմ ինչ եք Հիմա ներկայացեք, լավ, լսեցիք։ Դրա համար եմ հարցնում, դուք ո՞ր բնակիչներն եք։ Հենց անմիջապես կպած։ Դուք եք հայցադիմում ներկայացրել դատարան, իսկ հարգելի պարոնը ներկայացրել է։ Հարգելի պարոնը ստորագրությունով 58-ու հետ, 58 հոգու հետ ներկայացրել է պարոն Բաբայանին, որը որ անտեսվել է սեղանի վրա գրած։ Ժողովուրդ ջան, եկեք շատ ես կփորձեմ կարճ լինել։ Ներկայացել։ Ես դե հիմա այս պարոնը չի, այս ամբողջ Դե դրա համար էի հարցնում, բացի ձեզնից մարդ կա էլ բողոքով։ Դուք էլ եք բողոքում։ Ներողություն էլի, ձեզ պիտի խնդրեմ այստեղ կանգնեք էլի։ Եթե դուք բնակիչ լինեիք, չէիք բողոքելու չէ, այստեղի։ իրանք պաշտպանելու էին բիզնեսը։ Տեսեք, կառուցապատող ընկերության ներկայացուցիչն եմ ես։ Անունս Երեմ Ասատրյան։ Կառուցապատող ընկերություններ։ Այո, կառուցապատող ընկերությունը այստեղ պետքա որ լինի AN Construction ՍՊԸ։ Հիմա բնակիչներն ասում են, որ ըստ էության անտեսվել է առանց հանրային լսումների իրականացնելու տրվել է շիտ։ Տեսեք, բնակիչները հարգելիս։ Ես լսում եի, ունեմ բոլոր այդ կետերի վերաբերյալ ինչը որ նոր բնակիչները ներկայացնում էին, թե ինչն է անտեսվել, ինչն է ենթադրաբար խախտում եւ այլն, այդ նույն հիմնավորումներով եւ դեռ մի բան էլ ավելին մարդիկ հայցադիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։ Դատարանը հայցադիմումը ընդունել է վարույթ եւ նշանակել է դատական նիստ, այսինքն քննության փուլում է։ Հետևաբար նման պայմաններում ես իմաստը չեմ տեսնում ճանապարհ փակելու եւ ակցիա իրականացնելու եւ լրագրողներին ներքաշելու մի բանի մեջ, որը որ ես կարադառնամ, տեսեք։ Չէ, դուք հիմա աջակցում եք բիզնեսի, ես ձեզ հեսա կասեմ ինչ բիզնեսի եք աջակցում, ուղղակի արեք մի հատ վերջացնեմ, տեսեք, հիմա երբ որ այս շինարարության թույլտվության իրավաչափության հետ կապված հարցը քննարկվում է վարչական դատարանում, որի հասցեատերը վարչական մարմինն է։ Կառուցապատողը ունի թույլտվություն եւ քանի դեռ այդ թույլտվությունը իրավաչափը դատարանի որոշմամբ կամ իրավասու մարմնի որոշմամբ անվավեր ճանաչված չի, կառուցապատողը այդ թույլտվության հիման վրա առնում է աշխատանքներ, ավելին եթե չաներ աշխատանքներ, իր շինթույլտվությամբ ժամկետ կա նախատեսված, հետագայում տույժերի եւ տուգանքների կենթարկվեր։ Կառուցապատողի մոսով Չէ, դուք սխալվում եք, կներեք, դուք որ խոսում եք, ես չէի ընդհատում։ Շինարարության թույլտվությունը ավտոմատ ինչպես նախկինում էր, հիմա չի կասեցվում, վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը կարգավորում ունի, ասում այն դեպքերում, երբ որ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձը վիճարկում է ինչ-որ մեկին երրորդ անձին տրված վարչական ակտը, այդ դեպքում չի կասեցվում, այլ միայն պետք է համապատասխան հիմնավոր միջնորդություն ներկայացվի, որի հիման վրա դատարանը եթե գտա, որ հիմնավորը կկասեցնի, հիմա հայցվորները ներկայացրել են նաև այդ միջնորդությունը, որը մերժվել է դատարանի կողմից, այսինքն դատարանը հիմնավոր չի գտել, այսինքն արձանագրեն, որ կառուցապատողը, եթե սպասում ենք մենք դատարանի որոշման, եթե դատարանը որոշեց, որ այդ շինթույլտվությունը տրվել է օրենքի խախտում կամ իրավաչափ չի, կառուցապատողը իհարկե կհենթարկվի դատական ակտին, ուժի մեջ մտած դատական ակտին եւ եթե պետք եղավ քանդել կքանդի, եթե պետք եղավ դադարեցնել կդադարեցնի, այսինքն կառուցապատողը գործում է օրենքի սահմաններում եւ օրենքը դատարանը ինչ որոշի, այդ էլ կարվի։ Դա միանշանակ վստահեցնում են բոլորին։ Հիմա երբ որ ասացիս միտքը այն է, որ ստեղ բարձրաձայնվում է տարբեր բաներ, մի հարկ, երկու հարկ, չգիտեմ, քաղաքաշինական փաստաթղթեր, քաղաքապետարան, հանրային լսում եւ այլն, այդ ամեն ինչի վերաբերյալ մարդիկ դիմել են դատարան, դե սպասեք դատարանը որոշում կկայացնի, հիմա որ ճանապարհ փակեցին, ակցիա արեցին, այդ իրանց ուզածը, ինչը որ մինչեւ դատարան մտնելը ուզել էին, ու չէր ստացվել, չի ելնելու, չէ։ Հիմա որ ժողովուրդ ջան, ասեմ ինչ բիզնեսի մասին է, այդ արատավոր պրակտիկան տարիներ շարունակ եղել է, բայց հիմա եւս շարունակվում է։ Մարդիկ գնում են շինթույլտվություն են վիճարկում, առաջ որ ավտոմատ կասեցվում էր, ավելի հեշտ էր բողոքողի համար։ Հիմա դրա համար օրենսդիրը որոշեց, որ չէ, սենց չի կարա շարունակվի, դրեց սահմանափակումներ, որ երբ որ միջնորդությունով կապացուցես, որ քեզ վնաս է պատճառվում, նոր դատանը կկասեցնի։
Մարդիկ գնում են կառուցապատողին, ասում են, «Էս տուր, այն տուր, որ չբողոքեմ»։ Հիմա դրա համար դուք անուղղակիորեն կներեք ինձ, ես ձեզ անչափ հարգում եմ եւ որևէ պիտակավորելու միտում չունեմ, բայց անուղղակի չիմանալով դուք եկել եք ու այդ բիզնեսին եք իմանացել։ Այո, ուզել եմ։ Տեսեք, մենք կառուցապատող ընկերություն է, տեղ Լավ, դուք ներկայացրեք, հա, Ես դիրեկտոր չեմ։ Ինչ են ուզել բնակիչները։ կոնկրետ ուզել են իրանց ունեցած զավակներին համապատասխան թվով բնակարան։ Չի ստացվել, գնացել են բողոքել են։ Նոր շենքում Այո, հիմա մենք տեղեկություն ունենք, որ այդ բիզնեսը ինչ-որ չափով ստեղ հաջողվել է շրջակայքի այլ շինարարություններում, այլ կառուցապատողների կոմերցիոնակցող, երևի ստացվել է, հիմա փորձել են ստեղել, չի եղել, օքեյ, բողոք հարկել եք, մենք գնալու ենք մասնակցենք այդ դատին, նոր ենք ստացել մենք դատանի որոշում։ Պարզի որ ասելու է։ կառուցապատողի ներկայացուցիչն ասում է, որ բնակարան եք ուզում։ Մենք հատուցում ենք ուզե իրանից։ Մինչև հատուցումները չտա, եթե այսքան բանի մեր տների գինը իջնում է իրա, 2 հատ տուն ունեմ։ Իմ տների գինը ամեն մեկը $150,000 իջնում է այս երկուսի պատճառով։ Ինքը 2 տանը Ով ինչ-որ մեկը եկել գնահատել մենք միշտ գիտենք մեր տների գինը ինչքան է։ Մենք անենց նոր տներ են գնահատել։ ինչ-որ մեկը գնահատել Շուկայականով նայում ենք, մենք շուկայականով նայում ենք, թե մեր տները ինչ կարժենան, ու հիմա եթե մեկը առնի, ավելի ներքևի տունը ավելի շուտ կարելի քան թե։ Իսկ դուք որ փակում եք այս ամբողջ տերիտորիան ձեր շինարարության համար։ Հիմա լավ, եթե Դուք որ փակում եք, մենք չենք տարում։ Մեր հատուցումը թողտան, որ մենք չտուժենք, կարող է ես իմ տունը ծախում եմ, գնում եմ, ամեն մի տան մեջ $150,000 տուժում եմ։ Ձեր պատճառով, դուք եկել եք մեզ վտարում եք ստեղից։ Մինչև ձեր Արդեն։ Դե լավ, ի՞նչ եք Բայց ես քո պատճառով կարող եմ տունը ծախեմ։ Ես չեմ ուզում թարգանի կողքը ապրեմ։ Ստիպված պետքա ծախեմ գնամ։ Ի ամեն մի տունս իմ հայացի։ Ոչ, չի կարելի։ Ես խոսում եմ հենց հիմա, որովհետև քեզ օգուտ չի իմ խոսացածը։ Եթե ես մի բան ասում եմ, քեզ օգուտ չի, որովհետև դու իրավունք չունես ասես, խի եք փագում, խի եք անում, բա որ դուք եք փագում ձեր մեծ ավտոներով բան եք լցնում։ Մենք ում ենք բողոքենք։ Ուզում եք այս նոր կառուցվող շենքում փոխհատուցում այլ բնակարան։ Փոխհատուցում ինքը կարող էր 2 հատ այստեղից տար, 2 հատ այստեղից տար, որովհետև ամեն մի տունս իմ 500,000-ից էժան չի։ Մենակ դուք եք Մենք ուզել ենք։ բոլոր 56-երը, 56 Բոլոր 58-երը ասեցին մերժվեց, իրանք եկան սարքեցին իմ պատի հետևը։ Աղբե ջան, եթե դու իմ լուսավորությունը կտրում ես, որը պետքա փոխհատուցես։ Ակցիայի բոլոր իմ տների համար։ մասնակիցներն են ուզում փոխհատուցում։ Ակցիայի բոլոր մասնակիցներն էլ ուզում են։ Բոլոր մասնակիցները, ստորագրողները ուզում են։ Բայց քանի որ իմ պատի հետևն է, հենց 6 մետր չկա, մի հարգանի տան կողքը կադաստրը դեմ է քվեարկել։ Իրանք սարքում են 8 հարգանի, ես օրեր պետքա նստեմ իմ հյուրասենյակում, պատուանից հետևից նայեմ այսպես մի հատ 8 հատ։